անունը փառավորվի, Լուկաս ավետարանից կարդալու եմ 17:20-21 խոսքերը։ Երբ որ փարիսեցիներից հարցվեցավ, թե Աստծո արքայությունը երբ պիտի գա, պատասխանեց նրանց եւ ասեց. Աստծո արքայությունը դրսի նշանով չի գալ, ոչ էլ կասեն, թե ահա այստեղ է կամ ահա այնտեղ է, որովհետեւ ահա Աստծո արքայությունը հենց ձեր ներսումն է։ Սիրելիներ, ուզում եմ խոսել ինչն է կարևորում մարդը, իսկ ինչ է կարևորում Աստված, ինչ է կարևոր Աստծո համար, Աստծո մոտ մարդու համար։ Տեսեք, այստեղ մարդիկ իրան հարցնում են Տիրոջը, Տեր Հիսուսին ասում են, Աստծո արքայությունը երբ պիտի գա, բայց Տերը իրանք ասում են երբ, բայց Տեր Հիսուսը ասում է որտեղ։ Ինչ են կարևորում փարիսեցիները, ինչ են կարևորում մարդիկ, երբ է գալու Աստծո արքայությունը, բայց ինչ է ասում Հիսուսը, ասում է, որտեվ ահա Աստծո արքայությունը դրսի նշանով չի, ահա ձեր ներսի մեջ է։ Հետաքրքիր է, չէ՞, մարդուն կալում ինչ է, մոտեցումը ոնց է, իսկ Աստված ինչն է կարևորում։ Օրինակ, մյուս տեղը, որ Գործք առաքելոցի մեջ, այս հələ փարիսեցիները, բա Տիրոջ աշակերտներն էլ Գործք առաքելոց առաջին գլխի մեջ 6 խոսքից, եւ նրանք մեկտեղ գալով հարցնում էին նրան եւ ասում. Տեր, այս ժամանակում ես կանգնեցնում Իսրայելի թագավորությունը։ Նորից աշակերտները իրանց հետաքրքրում է այդ որ պետք է փրկվեն, որ Իսրայելը պետք է Հռոմի լծից դուրս գա, թագավորությունը որ պետք է վերջ այդ հարցը լուծվի։ Հիմա էս անելու։ Ու ինչ ասում Տերը, եւ նա նրանց ասեց. ձեր բանը չգիտենալ ժամերը եւ ժամանակները, որ հայրը իր իշխանությունում դրավ, բայց դուք զորություն կառնեք, երբ որ հոգին ձեր վրա կգա։ Տենում ենք սիրելիներ, նորից ինչն է կարևոր Աստծո համար, ինչ է կարևոր մարդկանց համար։ Մարդը սենց է։ Մեն երրորդ տեղն էլ հիշացնեմ, որ Տեր Հիսուսի հարությունից հետո երկու աշակերտ Էմաուս էին գնում, կհիշենք։ Ու երբ որ Տեր իրանց ճանապարհին հանդիպեց, ասեցին, իսկ մենք հույս ունենք, թե նա է, որ փրկելու էր։ Մենք հույս ունենք, որ փրկելու էր։ Փրկելու էր, թե չէր փրկելու։ Իհարկե փրկելու էր, բայց իրանց հույսը ուրիշ մարմնավոր հույս էր։ Իրանք ուրիշ բան են կարևորում։ Իսկ Տեր Հիսուսը իրանց բացատրեց, որ իսկական ինչ Աստված ուզում մարդու կյանքում, եղբայրներ, քույրեր, մարդու համար կարևորը մարմնավորն է, էլի, մենք երկրավորն է, ժամանակավորն է, արտաքինից երևացողն է, ավելի ոնց որ կարևոր, բայց Աստծո համար կարևոր է, որ մարդը իր ներսի մեջ ունենա ներքին հոգու մեջ ունենա խաղաղություն, ունենա հանգստություն, չէ՞, ունենա ուրախություն։ Ես եղբայրներ, մենք ենք որպես մեր համար էլ էլի էսպես, մենք չգիտեմ, այստեղ էլ շատ մարդիկ կան եւ մենք հիմնականում կարևորում ենք մեր համար, որ մեր հիվանդությունը բժշկվի, մեր խնդրը լուծվի։ Իհարկե Աստված ուզում է, Աստծո համար էլ է կարևոր, որ քո հիվանդությունը բուժվի, քո խնդրը լուծվի, բայց մեր համար ասենք գիտենք, որ այդ հարցը մենակ Աստված կարող լուծի։ Ու էսի ամենակարևորն է, ասում ենք մենակ այս հարցը Աստված լուծի, այս խնդիրը Աստված անի, մնացածը ես սաղ կանեմ, մնացածը լավ կլինի, բայց հետո մի հատ ուրիշ չէ հարցը գալու, հետո մի հատ ուրիշ խնդրեմա չէ առաջանալու, մի հատ ուրիշ դժվարություն ալնելու, չէ։ Ու որպես մարդ մեր համար այս արտաքին լուծումները ավելի ոնց որ անհրաժեշտ ու կարևոր է, բայց հետաքրքիր է, եթե օրինակ ենթադրենք լավ, Աստված ուզում է, որ մեր սիրտը երջանկացնի, իհարկե մեր ինքը ուզում է, որ մեր դժվարությունից մեզ հանի, ես չեմ ասում, որ չի ուզում, բայց առավել Աստծո նպատակն է, որ մեր ներսը երջանկացնի։ Ենթադրենք ամեն ինչ լուծվեց, բայց մեր մեջը չփոխվեց, մեր սիրտը չփոխվեց, խաղաղություն չեկավ այնտեղ։ Ոնց որ կարելի է այսպես ասել, կյանք չկա։ Հիմա ում է պետք։ Այնքան մարդիկ կան, sense գիտեք, սերներ, երեք էլ որ զրուցում էինք, մի անձնավորություն էլ վկայեց, այնքան մարդիկ կան, sense որ կարծես ինքը խելացի աշխատանք ունի,
ամեն հաջողությունները, ոչ մի խնդիր տենց չկա, բայց ներսի մեջ մարդը խաղաղություն չունի։ Ներսի մեջ չկա այն ուրախությունը, որ Աստված ուզում է որ լինի, չէ որ եղբայրներ քույրեր, Տեր Հիսուսը եկավ եւ իր մեր համար Աստված ամենակարևորը ուզում է որ մեր ներսի մեջ մենք կյանք ունենանք։ Եթե օրինակ, չգիտեմ, մի հատ բժշկության հայր են ասում, չէ, Հիպոկրատը առողջության սահմանումը սենց է տվել։ Ասում է մարդը համարվում է առողջ, եթե չունի, ֆիզիկապես առողջ է, այսինքն ոչ մի հիվանդություն չունի, սոցիալապես ապահովված է եւ հոգեորապես առողջ է, այսինքն հոգին էլ առողջ։ Նոր այս դեպքում իր սահմանումը սենց է, որ նոր այս դեպքում մարդը համարվում է լիակատար առողջ։ Ամեն մարդ իր սահմանում ունի։ Այն մարդն էլ, որ առավոտ ծիրիկու ծխում է, ասում են այն մարդ առողջությունը փչացնում ես բան, սկի չէ, հավատում, ասում են ի՞նչն եմ փչացնում։ Պապս 90 տարեկան էր, 90 տարի ծխեց, ոչ էլ մեռավ։ Իր սահմանումն էլ նա, որ ինքը այդպես խնդրեմ չունի։ Դա իրան վնաս չի։ Ամեն մարդ իր սահմանում ունի, բայց հենց դնենք այդ ամեն ինչը մի կողմ։ Եթե մարդու հոգու մեջ չկա երջանկություն, չկա խաղաղություն, չկա Աստծո կյանքին հաղորդ չի։ Հիմա Աստծո խոսքի տեսանկյունից նայենք այդ սահմանում, այս մարդը առողջ է թե չէ։ Դավիթը ասում էր ոսկորներս մաշվեցին, որ մեղքս չէի խոստովանել։ Ներսիս մեջ ոսկորներս մաշվում էին։ Մեղքը մարդուն ինչ օրինակ գցում, բայց կարող է արտակնապես ոչ մի խնդիր չունենա, էլի։ Թվում է թե Մատթեոս 23-րդ գլխի մեջ, երբ որ Տեր Հիսուսը ուրեմն Մատթեոս 23-25-ից կարդամ, սիրելիներ, Տեր Հիսուսը ասում էր կույր առաջնորդներ փարիսեցիներին, այդ մարդկանց, որ կեղծավոր էին, որ մժեղը քամում եք, բայց ուխտերը կուլ եք տալիս, վայ ձեզ դպիրներ, փարիսեցիներ, կեղծավորներ, որ մաքրում եք բաժակի եւ սկավառակի դրսի կողմը, բայց ներսևանց լիքն են հափշտակությունով եւ անիրավությունով։ Կույր փարիսեցի առաջ մաքրի բաժակի եւ սկավառակի մեջը, որ նրանց դուրսն էլ մաքուր լինի։ Առաջ մաքրիր ներսը, դուրսն էլ մաքուր կլինի։ Մարդը այսպես է, մարդուն թվում է թե ինքը դրսից որ ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չկա, բայց հետո տենում է որ չի անցնում։ Եվ հաճախ այդ դժվարություններն ու խնդիրները, որ մեր կյանքում երկարում են, Աստված թույլ է տալիս, որ մենք տեսնենք ամենակարևորը Աստծո գործը տեսնենք մեր կյանքում, որ Աստված ինչ է անում մեր համար։ Պատկերացրեք մարդը իր ներսը, չգիտեմ, նևրոզից, դեպրեսիաներից, այդ ստրեսներից տառապում է։ Հիմա հեչել թե արտաքինից ամեն ինչ բավարարված է։ Ինչ օգուտ։ Օգուտը ո՞րն է։ Արտաքնապես որ ուզում ենք այս օրինակ շատ ժամանակ այս հարցերը կարգավորել, բայց ներսից էսպես է։ Միթե մարդը կլինի երջանիկ, եթե իր ներսը լցված է մեղքով, ատելությունով, նախանձով, միթե կլինի երջանիկ։ Իհարկե ոչ։ Իհարկե նա չի լինի երջանիկ եւ 2 Կորինթացիս 4 գլխի 16 խոսքի մեջ մենք կարդում ենք, որ նրա համար ասма չենք թույլանում, այլ թեև մեր դրսի մարդը փչանում է, բայց մեր ներսի մարդը օրեցօր նորոգվում է։ Մեր մարմինը ինչքան էլ ուզում ենք ամեն ինչ արտակնապես ոնց որ դզենք փչենք, մեկը մի օր ինքը գնալով, քայքայում է, գնալով փչանում է, բոլորը ծերանում են։ Ոչ մեկ չի մնալու տենց սիրուն, ոչ մեկ չի մնալու տենց առույգ։ Կամանց ամեն ինչ գնում է դեպի մայրամուտ, բայց ամենակարևորն է այստեղ գրված, բայց մեր ներսի մարդը օրեցօր նորոգվում է։ Ես եղբայրներ քույրեր, ես ասեցի, որպեսզի խոսալու եմ մարդու ներսի կարևորության մասին, Տեր Հիսուսը ասում էր, ես եկել եմ, որ կյանք ունենաք։ Տեր Հիսուսի աշխարհ գալով մարդու ներսի մեջ Աստված ուզում է, որ մենք երջանկություն ունենանք, որ մենք հաղորդ լինենք իր կյանքին։ Հիսուսը չի եկել, որ միայն մեր արտաքին հարցերը լուծի, ինքը եկել է, որ մենք մեր սրտերի մեջ վայելենք կյանքը, իսկականից ունենանք այն կյանքը, որ Աստծո մեջ է։ Գիտեք, այդտեղ որ ասում էր, չէ՞, որ երկնքի արքայությունը ձեր ներսի մեջ է, երկնքի արքայության 3 վայրերն եմ ուզում ասեմ, երկնքի
Արքայությունը Սուրբ Գիրքը ներկայացնում է 3 վայրում։ Մեկը, որ հիմա Աստված է, որտեղ իր արքայությունն է երկնքում, երկրորդը այնտեղ, որտեղ որ Աստծո մասին խոսվում է, ավետարանը խոսվում է Սուրբ Հոգով, Աստված ներկա է մեր մեջ հիմա։ Եվ երրորդը մարդու սրտի մեջ Աստծո արքայությունը Սուրբ Հոգով Աստված ներկա է մարդու մեջ, Աստծո արքայությունը իր ներսի մեջ է։ Եվ սիրելիներ, եթե Հիսուսը չխաչվեր, այս ամենակարևորը մեր ներսի մեջ, այս ուրախությունը, այս կյանքը, այս երջանկությունը մենք չէինք ունենա։ Հիսուսի խաչելությունը սրա համար էր, որ ինքը մեր մեջ, ինքը քո մեջ հիմա կարա բերի կյանքը, բերել է կյանքը։ Եթե ինքը չխաչվեր, եթե ինքը հարություն չառներ, մենք էսի չէինք ունենա, սա ամենակարևորն է։ Եվ ես ուզում եմ, որ այս վերստին ծնունդով, որ մարդը ունի, որպես դառնալով Աստծո որդի, որ իր ներսի մեջ աստվածային կյանքն է, ուրախությունն է, ուզեմ այդ սիրելիներ ցույց տալ Աստծո խոսքից միտեղ կարդալ եւ ինչ կա մարդու մեջ Հռոմեացիս 14-ի 17 խոսքը հենց սրա մասին է ասում 14-17 Աստծո արքայության մասին էինք կարդում այստեղ ասում է որովհետեւ Աստծո արքայությունը ուտելիք եւ խմելիք չէ այլ արդարություն եւ խաղաղություն եւ ուրախություն Սուրբ Հոգով Այս երեքի մասին կարճ ուզում եմ ասել որովհետեւ շատ կարեւոր է Ով որ ունի Հիսուսին իր սրտի մեջ Հիսուսը եկել է որ քո ներսի մեջ է սրանք բերի եթե դու Հիսուսին ունես քո սրտի մեջ դու կյանք ունես դու խնդրեմ չունես իրական առողջությունը սրանք քո սրտի մեջ իմ սրտի մեջ լինելով է եղբայրներ քույրեր հոգևոր կյանքի հրաշքը երջանկությունը այս կյանքը մեր սրտերի մեջ լինելն է երբեք մի մտածի որ Հավատացյալ լինելու արժեքը նրա մեջ է, որ դու ապահոված ես Աստված քեզ տարբեր կողմից իհարկե Աստծո պահապանությունը դա մտքից վեր է։ Աստված գիտի իր ազավակներին պահել, բայց ճոխությունը հոգևոր կյանքի սա է։ Եղբայրներ քույրեր, այստեղ ասում է առաջին ասում է արդարություն։ Գիտեք, միայն այս մարդը ունի լիակատար ազատություն Այդ արդարությունը ունեցող ում սրտի մեջ որ Հիսուսը բերել այս արդարությունը Առաջին Կորինթացիս 1:30-ում ասում է մենք Աստվածանից ենք Հիսուս Քրիստոսում եւ նա մեզ համար եղավ արդարություն, իմաստություն, արդարություն, սրբություն եւ փրկություն Եթե Հիսուսը իմ սրտի մեջ է, իմ մեջ բերել է այս հրաշքի, իմ ներսի մեջ Աստծո արքայությունն է, առաջինը, այդ արդարության ես արդար եմ Աստծո աչքերի առաջ Ազատության մասին մարդիկ ինչքան են երազում, ինչքան ֆիլմերու չգիտեմ ինչեր են խոսում, լիակատար ազատությունը արդարության մեջ է, եթե Աստծո զավակը Հիսուս Քրիստոսը քո մեջ բերել է այդ արդարությունը, Աստծո արքայությունը քո սրտի մեջ է, դու ես իսկական ազատը։ Լիակատար ազատությունը նրա մեջ է, որ մարդը մեղքից արդարացել է, ես այդ Սաղմոսը հիշացրեցի, եղբայրներ քույրեր, 32 Սաղմոսի մինչև 5 խոսք ուզում կարդալ, Երանի նրան, որի անօրենությունը թողվեցավ եւ որի մեղքը ծածկվեցավ Երանի այն մարդին որ Տերը անօրենություն չի համարում նրան եւ նենգություն չկա նրա հոգի մեջ երբ որ ես լուր կեցա ոսկորներս մաշվեցան իմ ամեն օր հառաչելով որտեվ ցերեկ եւ գիշեր քո ձեռքը ծանրանում էր ինձ վրա իմ թացությունը ամառվա չորություն դարձավ եւ 5-րդ խոսքը ես մեղքս հայտնեցի քեզ եւ անօրենությունս չծածկեցի ասացի թե անօրենությունս խոստովանեմ Տիրոջի եւ դու թողեցիր իմ մեղքի անօրենությունը Ինչ ասում է Երանի նրան ում մեղքը որ ներվել է Եթե դու քո սրտի մեջ Աստծո արքայությունն է դու վայելում ես այդ ազատությունը Հիմա եկեք ասենք ուշադրություն դարձնենք կարևորենք արտաքին հաջողությունը սոցիալական հաջողությունը թե կարևորենք ներսի կյանքը որ Աստված մեզ համար բերել է Մարդը տառապանքի մեջ է ինչ ասես ունի բայց ազատություն չունի Աստծո աչքերի առջև արդարացած շինքը Հռոմեացիս 5:1 ասում է բայց մենք հավատքով արդարացած լինելով Աստծո հետ խաղաղություն ունենք հավատքով արդարացած լինելով Այս հավատքը մեզ տալիս է արդարություն Աստված մեզ հետ վարվում է որպես արդարի հետ ոչ թե մեղավորի հետ ու դու ընդունի Հիսուսին քո սրտի մեջ հենց հիմա կտեսնես ինչքան խնդիրներից ինչքան մեղքերից կազատվես ինչքան դժվարություններից կազատվես
Հավատա, որ ինքը եկել է, որ քո սրտի մեջ բերի Աստծո ներկայությունը, Աստծո արքայությունը։ Երկրորդը, սիրելիներ, ասում է խաղաղություն, չէ, արդարություն, խաղաղություն։ Խաղաղություն, միայն այս մարդը ունի լիակատար խաղաղություն, ում սրտում բնակվում է Աստված։ Այդ խաղաղությունը դա արտաքին հարցերի լուծում չի։ Դա արտաքին հարցերի լուծում չի, սիրելիներ։ Եսայա 26-ի 3-րդ խոսքի մեջ շատ կարևոր խոսք կա։ Գրված է Եսայա 26-ի 3-րդ խոսքը։ Հաստատ միտքը պահում ես խաղաղ խաղաղությունով, որովհետև քեզ է հուսացած։ Հավիտյան Տիրոջ հուսացեք, որովհետև Տեր Եհովան հավիտենական վեմ է։ Ինչքան մտքեր ու դժվարություններ կա, որ քեզ գերի է բռնում, քեզ չի թողում, որ դու ազատվես։ Եթե քո սրտի մեջ ընդունում ես Հիսուսին, Աստծո արքայությունը գալիս է, ինքը դրա համար է եկել։ Ինքը եկել է, որ քեզ տա լիակատար կյանք, այդ խաղաղությունը քո սրտի մեջ բնակվում է եւ այն միտքը, որ հաստատված Աստծո խոսքի վրա, ինքը քո մեջ, ասում է, հաստատ միտքը պահում ես խաղաղ, կատարյալ խաղաղության մեջ։ Տեր Հիսուսը ասում էր Հովանու 14:27 խոսքը. Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ոչ թե ինչպես աշխարհն է տալիս։ Ձեր սրտերը թող չխռովի, աշխարհի տված խաղաղությունից հետո ուզում ես ամեն ինչ արա, որ սիրտը չխռովի, մեկը խռովելու է։ Որտեվ չկա իրական ազատությունն ու խաղաղությունը, չկա։ Բայց իմ ու քո համար շատ կարևոր է, դա Աստծո համար էլ է կարևոր, բայց ինքը մեր կյանքում ունի խորհուրդ, ասում է, ես խորհում խաղաղության խորհուրդները, որ ձեզ տամ ապագան ու հույսը։ Ինքը ամեն ինչ անում է, որ առաջինը ես ու դու ունենանք ներքին կյանք Աստծո մեջ ու փոխվենք ու ամբողջությամբ մեր հույսը իր վրա դնենք, եղբայրներ, քույրեր։ Ես այդ երկար չեմ խոսալու խաղաղության մասին, բայց ուզում եմ ասեմ, որ երանի են մարդուն, ով որ Հիսուսին իր սրտի մեջ է ընդունում ու հավատում է, որ Տերը, այս հավատքը կտեսնես կանցնի սաղան խաղաղության մտքերը։ Փիլիպպեցիս 4-րդ գլխի մեջ ներկա կատարյալով է գրված, գիտեք, ասում է ձեր հեզությունը 5-րդ խոսքից եմ կարդում 4-րդ գլխի, թող հայտնի լինի ամեն մարդկանց, Տերը մոտ է։ Ինչպես է մոտ, խաչելությունով եւ հարությունով, դրա համար է եկել։ Տիրոջ գործը եղել է, ուրեմն Տերը մոտ է։ Եթե դա չլիներ, Տերը մոտ չէր լինի, Տերը քո համար հենց էսի է բերել։ Ինչն է իմ համար կարևոր, հաստատ Աստված ինչը որ կարևորում է դա անելու իմ քո կյանքում։ Ոչինչ հոգս մի անեք, այլ ամեն բանում աղոթքով եւ աղաչանքով եւ գոհությունով ձեր խնդրվածները թող հայտնի լինեն Աստծուն։ Տեսեք սիրելիներ, ոչինչ հոգս մի անեք։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ես չգիտեմ քո մեջ ինչ մտքեր կա, որ չես կարող տարիներով դրանց հարցը լուծել, չես կարող թողես Աստծուն, հա գիտես որ դի թողես, բայց չի ստացվում։ Ստեղ ասում է, որ Աստծո խաղաղությունը այդ բոլոր մտքերից վեր է, եթե հավատում ես, որ Հիսուսը քո համար, քեզ սիրում, Աստծո սիրուն հավատում ես, որ ինքը քո համար է հարություն առել, որ քո մեջ բերել այդ կյանքը, քեզ մենակ մնում է ասես, գիտեք, ես պատանի ժամանակ մի անգամ այդ պատանեկանի անցկացնողը, որ մենք պատանեկանը խոսած վերջացրինք աղոթք արինք, բան իմ մեջ մի հատ հավատք առաջացավ։ Ու երբ որ ես եկա տուն, ասացի ես հասկացել եմ ժողովուրդ հավատքը որն է, որ ասացին որն է, ասի հավատք էսա։ Մենակ խնդրես Աստծուն ու վերջ։ Մենակ խնդրես ու վերջ։ Դա եղած է։ Դա եղած բան է։ Հիմա կարող է տենց չպատկերացնեմ, ինչքան ինչ հիշում եմ, որ այդ ժամանակ ոնց է ես լավ հասկանում, ստեղ էլ է տենց ասում։ Ոչինչ, ամեն բանում աղոթքով եւ աղաչանքով մենակ դու քո խնդրվածքը Աստծուն հայտնի արա։ Հավատա, որ Հիսուսը քո համար է եկել։ Մնացած ինքը կանի։ Եվ այդ խաղաղությունն է կարևոր, որ քո սրտի մեջ պետքա լինի։ Եվ սիրելիներ, Հիսուսը հիշում եք նավի մեջ էր ու ալեկոծություն էր, չէ՞, բայց այդ ամեն ինչը այդ փոթորիկը, որ աշակերտների կյանքին վտանգ էր սպառնում, հաստատ եթե Տեր Հիսուս իրանց հետ չներ, կարող է իրանք մեռնեին, բայց այդ փոթորիկը հանդարտվեց, որովհետև Հիսուսը ընդեղ էր, ճիշտ է։ Հիմա այդ նավը քո սիրտն է, ինչքան փոթորիկներ կա այդտեղ, ինչքան ալեկոծություններ կա այդտեղ։ Եթե Հիսուսը քո սրտի մեջ է, բայց եթե որն է, քո սրտի մեջ է, թե քո սրտի մեջ չի։ Դու ընտրել ես, որ ես Տիրոջն եմ ես,
Դու քո կոչումն ու ընտրությունը հաստատ ես արել։ Դու իրան ընտրել ես որպես քո կյանքի փրկիչ։ Եվ քո համար է այս խաղաղությունը։ Ինքը քո սիրտը, քո միտքը լուսավորելու է, դա դու մարդկային բան չի։ Աստված որ բացում է, տենում ես որ ընդհանրապես վախենալու խնդրեմ, ընդհանրապես ընկճվելու խնդիր չունես։ Բայց քանի Աստված չի բացել, քանի այդ հայտնությունը չի եղել, դու նեղված ես, տարակուսած ես, բայց կարևորը դու գիտես, որ Աստծո Հիսուս ասում է, ես եկել եմ, որ կյանք ունենաք, ես եկել եմ, որ կյանք ունենաք, վերջինն էլ եւ ուրախություն, այ ուզում եմ, որ մենք այս 3 բաների վրա ուշադրություն դարձնենք, չէ, արդարություն, խաղաղություն եւ ուրախություն։ Այդ Փիլիպպեցիս 4 գլխի 5-րդ խոսքը, որ կարդացի, նախորդ խոսքը ասում է ուրախ եղեք Տերումը, ամեն ժամանակ, դարձյալ ասում եմ ուրախ եղեք։ Սենց լինում է միայն այն մարդու հետ, ում սրտի մեջ Աստծո արքայությունն է եւ ինքը իր մեջ է։ Մարդն էլ այդ արքայության մնում է այդ արքայության մեջ։ Գիտեք, մենք վերստին ծնունդով էս կյանքը մեր մեջ է, թե մեր մեջ չի։ Սա հեքիաթ չի։ Երազելով ինչ որ տեղից բերելով չի, վերստին ծնված ես։ Առավել Սուրբ Հոգով մկրտված ես, Աստծո արքայությունը քո մեջ է։ Ինչ ես ուրիշ տեղ ման գալիս ինչ որ բաներ։ Հենց քո սրտի մեջ է։ Խոսքը բերանիդ մեջ է ասում, մի ասա Հիսուսին ով վայր կբերի։ Հոգևոր կյանքը եղբայրներ ռեալ է թե ռեալ չի։ Ռեալ է, շատ ռեալ է, քանց մեր մարմնավոր կյանքը։ Ուղղակի մենք չենք տեսնում։ Այնտեղ ասում է կույր Փարիսեցի դու մենակ դուսն ես մաքրում, դուսը քո համար դուսն է կարևոր, բայց տեսնել է պետք։ Աստված մեր աչքերը բացի եւ մենք ունենանք մեր սրտերի մեջ կա այդ ուրախությունը։ Եթե մենք միանանք Տիրոջով, եթե մենք հավատքով մեր սրտի մեջ այդ կարևորը, որ Աստված մեր մեջ բերել է, եղբայրներ, մենք դա ունենանք։ Առաջին Պետրոս 1:3-8-ը ուզում եմ հիշեցնել, որ Պետրոս առաքյալը ոնց է ասում դրա մասին։ Դա ինչպիսի ուրախություն է։ Տեսեք, 3-րդ խոսքից եմ կարդալու։ Օրհնյալ է Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմության համեմատ մեզ վերստին ծնեց դեպի կենթանի հույսը։ Կյանքը բերել է մեր մեջ։ Հիսուս Քրիստոսի մեռելներից հարություն առնելով, սա է նպատակը։ Դեպի այն անթառամ եւ անարատ եւ անեղծ եւ անարատ եւ անթառամ ժառանգությունը, որ երկնքում պահված է ձեզ համար, որի մասին եղբայրը քիչ առաջ խոսում էր, որ Աստծո զորությամբ պահպանվում ենք հավատքով դեպի պատրաստված փրկությունը, որ հայտնվելու էր հետին ժամանակում, որ նրանով կուրախանաք, թեև հիմա ինչպես որ հարկը պահանջում է, մի քիչ տրտմած եք, կերպ փորձանքների, դժվարությունների մեջ, փորձությունների մեջ, մարդը նեղված է, բայց չգիտի, որ այս ամեն ինչը Աստծո խորհրդի մեջ է մտնում։ Մի հուսահատվի, դա մեռնելու համար չէ, դու չես մեռնելու։ Դու դա նրա համար է, որ քո մեջ այս շարունակությունը, որ ձեր հավատքի փորձառությունը ավելի պատվական գտնվի, քան թե կորստյան ոսկին, որ զտում են, որ զտվի, սա մաքրվի, քո հավատքը, որ հիմա Աստված զտում է այդ դժվարությունների, նեղությունների մեջ, որպեսզի ավելի պատվական գտնվի, քան այն ոսկին։ Կյանքում երկաթը փողոցից չեն վերցում տանում զտում, մենակ ոսկին են զտում, իսկ դու Աստծո զավակ ես, դրա համար դու ես այդ դժվարությունով անցնում, քեզի Աստված ուզում զտի, որ կրակով է փորձվում գովության, պատվի եւ փառքի համար Հիսուս Քրիստոսի հայտնությունում։ Հիմա տեսեք 8-րդ խոսքի մեջ այդ հրաշքը արդեն մարդու սրտի մեջ ըննում է, որին չտեսած սիրում եք։ Ոնց։ Աստծո արքայությունը մեր մեջ է։ Նրան, որ հավատացիք նրան, թեև հիմա չեք տեսնում, բայց ուրախ եք անպատմելի ուրախությունով եւ փառավոր խնդությունով։ Անպատմելի եւ փառավոր խնդությունով, այսինքն ուրախությունով։ Սա մի ուրախություն է, որ երկրավոր ուրախությունները չես կարա դնես չափես իր ինքը ինչքանով է մեզի տալիս երջանկություն։ Այ ոչ մի երկրավոր ուրախություն մարդուն այդքան չի երջանկացնում, հոգու մեջ չի տալիս բավարարություն։ Ինչքան որ Աստծո այս կյանքի ուրախությունը, որ անպատմելի է, չես կարող պատմես։ Դու պատմում ես, բայց մեկը մինչև վերջ բառերով չես կարող դա ասես, որովհետև ինքը աստվածային շնորհ է։ Եվ ձեր հավատքի վախճան անտնելով ձեր հոգիների փրկությունը։ Եղբայրներ, քույրեր, թող Աստված օրհնի մեզ։ Մեր ներսի մեջ, որպես օրինակ ամբակումին եմ ուզում հիշեցնել։ Այնտեղ են Հիպոկրատն ասում էր, որ սոցիալապես էլ պետք է մարդը ապահովված լինի, որ առողջ լինի, բայց Աստծո խոսքը ամբակում մարգարեն ասում է, թեև թզենին չծաղկի, որդերի վրա բերք չլինի, ձիթենու արցունքը ստե, արտերը կերակուր չտան, կտրվի ոչխարը փարախից եւ արջահար չլինի գոմերում, այսինքն
արտակնապես տենց ոչ մի բան ոնց որ չկա, ոնց որ արդեն ամեն ինչ վերջացել է եւ սակայն ասում է ես Տերով պիտի ցնծամ։ Եղբայրներ քույր, սա ռեալ է, սա բան չի, կեղծավորություն չի։ Սա ուղղակի խոսքեր չեն, Մարգարեն է ասում, Աստծո խոսքի մեջ է գրված։ Ինքը ցնծացել է, որ ասում է։ Եթե իր համար սա իրականություն է, մեր համար էլ է իրականություն։ Բայց մենք ունենալով ամեն ինչ, տուն, աշխատանք եւ այլն, այս կարևորը չունենք, այս մարդը ասում է թեկուզ ոչ մի բան չլինի։ Ես Տերով պիտի ցնծամ, պիտի իմ փրկության Աստծով ուրախանամ։ Ոնց, դե ուրախացի դու ինքդ քեզանով։ Լինում է սա Աստծո արքայությունը քո սրտի մեջ գալով։ Մի հատ փորձի, մի հատ աղոթի, ասա Տեր, ես հավատում եմ, ես ուզում եմ, որպեսզի իմ մեջ գաս, ես հավատում եմ, որ դու կարաս իմ իրականությունը փոխես։ Ով որ Տիրոջ անունը կանչի պիտի փրկվի, դու կանչի հաստատ փրկվելու ես, որովհետև Սուրբ Գիրքը տենց է ասում, հավատա Աստծո խոսքին։ Ես ասում Տեր Եհովան իմ զորությունն է, իմ ոտքերը եղնիկների նման է անում, ինձ բարձր տեղերի վրա եմ անացում։ Բայց հիմա ես կարծես ասում եմ, որ իմ վիճակը շատ վատ է, ես չեմ կարող, բայց ստեղ ուրիշ բան է ասում, եղբայրներ քույրեր, թող Աստված օրհնի մեզ։ Նորից եմ ուզում հիշեցնեմ, այդ քանի օրինակների մեջ մենք տեսնում ենք, որ վերջը մարդը միշտ իր համար կարևորում է այս երևացողը, բայց այնտեղ վերջին խոսքը ուզում եմ շարունակել, վերջին կարդացած խոսքս պետք է լինի այն, որ շարունակեմ 2 Կորինթացիս 4 գլխի խոսքերը, որովհետև ասում եմ, մեր այժմյան թեթև նեղությունը ամենագերազանց հավիտենական փառքի մեծություն է գործում մեզ համար։ Այս ամեն ինչը նրա համար է, որ մենք տեսնենք, դժվար է, մարդը չի կարող տենա, Աստված միջոցներ է ման գալի, որ տեսնի կյանքի աղբյուր իր մոտ է եւ իր լույսով ենք մենք լույս տեսնում, տեսնի այն կյանքը, որ Աստված բերել է, որ այս երևող բաներին չենք մտիկանում, այլ աներևույթներին, որովհետեւ երևողները ժամանակավոր են, իսկ չերևողները հավիտենական։ Այն արքայությունը Աստծո, որ քո սրտի մեջ է, դա հավիտենական է։ Աստծո արքայությունը ուտելիք եւ խմելիք չէ։ Էսի կարելի է ուտել, այնի չի կարելի, այսպես կարելի է հագնվել, այնպես չի կարելի, այսպես կարելի է խոսալ, այնպես չի կարելի։ Սա արտահայտումներն է։ Այս չի հոգևոր կյանքը, այլ քո ներսի մեջ արդարություն, մեղքից ազատ, խաղաղություն, ուրախություն։ Գիտես, հիմա Հիսուսը քեզ համար քեզ Հիսուսն է պետք սիրելիս։ Քեզ Հիսուսն է պետք, ինձ Հիսուսն է պետք։ Հիսուս ասում է եկեք ինձ մոտ բոլոր հոգնած եւ բեռնավորվածներ։ Մեզ ինքն է պետք։ Ինքը եկել է, որ քո մեջ, իմ մեջ բերի երկնքի արքայությունը։ Ամեն։ Աղոթենք։